Եթերում ազատ լուրերն է, ես Աիդա Կիրակոսյանն եմ, բարև ձեզ։ Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում գտնվող հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ։ 26 տարի առաջ այսօրը, հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը։ 99 թվականի այսօրը Ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանը ընդհատվեց կրակահերթերով։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմիններ խուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին բարձրաստիճան պետական այրերի։ Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ-նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնիդ Պետրոսյանը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում այսօրվանից մեկնարկում են Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։ Մինչև նիստի հիմնական օրակարգին անցնելը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ոճրագործության զոհերի հիշատակը։ Վարչապետը ևս ներկա է քննարկմանը, բացման խոսքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց առաջին անգամն է, որ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում։ Նաև հայտարարեց, որ արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Հայաստանի անկախության պատմության մեջ երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել, ասել է վարչապետը։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Ըստ Պապիկյանի, Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունը, հայկական արտադրության սպառազինության նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում։ Զորակոչը 1.5 տարի կրճատելու որոշումն այսօր չի ընդունվել։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, նման կետ կար իրենց նախընտրական ծրագրում, ավելին իրենք ունեին մեկ այլ կարևոր փաստաթուղթ՝ բանակի վերափոխման հայեցակարգը, որը նույնպես շարադրում էր այս ամենը, եւ սա պետք է տեղի ունենար հնգամյա ցիկլի ընթացքում։ Սրա ազդեցությունը մենք դիտարկում ենք դրական քողի ներքո, որովհետեւ նախ անհրաժեշտ է, որպեսզի բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի եւ կալանավայրի չվերածվի։ Սա գրավչության համար առաջին հերթին եւ երկրորդը մեր ծրագրի մեկ այլ մաս է կազմում, որ մենք պետք է ուժեղացնենք պրոֆեսիոնալ հատվածը, այսինքն ավելացնենք պայմանագրային պրոֆեսիոնալների թիվը ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման։ Հայաստանի բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրային զինծառայողները։ Պապիկյանը չի համաձայնում բանակի թվաքանակը կրճատելու մտքի հետ։ Ըստ Պապիկյանի, ներկայում միայն պաշտպան հայրենյաց ծրագրի շրջանակում բանակում ծառայում է 4217 պայմանագրային զինծառայող նախկին զորակոչիկներից։ Ավելին ասեմ, մենք մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Այսինքն այս տղաների մի մասը իր պայմանագիրը փոխարինելու է 7 եւ 10 տարվա պայմանագրերով։ Եվ սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե զորակոչի կրճատման պայմաններում պահեստազորայիններ են ուղարկվում առաջնագից, Պապիկյանը հավելել է. Որովհետև մենք ունենք դառը փորձ, նույն 44-օրյա պատերազմից, երբ մարդիկ տարիներով վարժական հավաքներ չէին անցել, չէին տիրապետում պահեստազորի իրենց տարական խնդիրներին։ Այսինքն երբ ժամանակը եկավ, որ նրանք պիտի որպես պահեստազոր զորակոչվեին բանակ եւ խնդիր կատարեին, նրանք չգիտեին իրենց արժեվ դրված խնդիրները, վայրը, իրենց հրամանատարներին եւ այլն։ Մենք հիմա փոխել ենք այս ձևը եւ ձևավորել ենք տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ սկսած վաշտի հրամանատարից մինչեւ բրիգադի հրամանատար գործող պաշտոնյաներ են։ Վարժական հավաքի քաղաքացիները երբ գալիս են զորակոչվում են 25-օրյա հավաքների, նրանք ճանաչում են իրենց հրամկազմին, հրամկազմն էլ իր հերթին իմանում է յուրաքանչյուր հաստիքի վրա գոյություն ունեցող պահեստազորին։ Տեղի է ունենում նախ ուսուցում,
10-օրյա, այնուհետև ներդաշնակեցման նպատակով այդ մարդիկ անցնում են նաև 14-օրյա մարտական հերթապահություն։ Նա նաև ասել է, որ սկզբում պահեստազորայիններին ներգրավելու խնդիրներ կային, բայց այսօր հաջողվում է 100%-անոց արդյունք ապահովել։ Այնուհետև խոսելով պաշտպանության ծախսերից Պապիկյանը տեղեկացրել է, որ դրանք 2018 թվականից ի վեր աճել են 1.1 միլիարդ դոլարով։ Նրա խոսքով 2018 թվականին այդ թիվը կազմել է $640 միլիոն, մինչդեռ 2025 թվականին կհասնի 1.741 միլիարդ դոլարի։ 23, 24, 25 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, որը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել ենք, արագացրել ենք։ Սա ավելի շատ տեսանելի է 25 եւ 26 թվականների տարբերության միջև։ Այսինքն հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, մենք որոշում ենք ընդունել 26 թվականի համար նախատեսած ծախսերը արագացնենք 25 թվականին, որովհետև նույն զենքի գնումները դրանք պարզ գործընթացներ չեն, անհրաժեշտ է վճարել կանխավճար եւ այլն։ Միևնույն ժամանակ մենք այս տարիների ընթացքում մեծացրել ենք եւ սոցիալական աջակցությունը, սոցիալական ապահովության մակարդակը Հայաստանի Հանրապետության բանակի եւ զինվորականների եւ բարձրացրել ենք աշխատավարձ ատեստավորման միջոցով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը չբացելով փակագծերը նշել է, որ շուտով շարքայինից մինչև գեներալներ նոր համազգեստներ կկրեն։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերի համազգեստի փոփոխությունը ունի եւ էսթետիկ եւ հոգեբանական նշանակություն։ Ունենալու ենք նոր համազգեստ, թե որակապես, թե տեսքով, թե ստանդարտներով։ Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից։ Իսկ են որ ասում են կար նատոական եւ խորհրդային, հիմա այդ նատոական է լինելու, թե լրիվ մեր հայկական բանակի ստանդարտները արևմտյան են, բայց համենված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, վստահեցրել է պաշտպանության նախարարության ղեկավարն ու հավելել. Հայաստանն իր սպառազինությունը եւ բանակն օգտագործելու է միայն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։ Պապիկյանի հավաստմամբ Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը, հայկական արտադրության նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում։ Մենք զարկ ենք տվել այս տարիներին նաև տեղական ռազմաարդյունաբերությանը։ Երբ ես թվերի մասին խոսեցի, այս մեծ թվերի մեջ իրենց դեր ունեն, իրենց տեղ ունեն նաև հայրենական արտադրության զենքերը, որոնք տարբեր են, այսինքն մի մասը սպասարկելու է նախկինում մեր ունեցած զենքերը, այդ թվում նաև զինամթերքով եւ այլն, եւ ունենք նոր հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Պապիկյանը նաև խոսել է հայկական բանակում մահվան դեպքերի մասին, նշելով, որ 2025 թվականին դրանք զգալիորեն նվազել են։ 25 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2 առողջական խնդիրների պատճառով եւ մեկը ցավոք ինքնասպանության։ Սպանության դեպք չենք արձանագրել 25 թվականին չենք արձանագրել։ Իհարկե սա շատ դրական տենդենսի մասին է խոսքը, բայց սրանով մենք չենք ուրախանում, որովհետև կարծում ենք, որ շարունակում են եղած դեպքերը մեզ համար մտահոգիչ լինել եւ աշխատանք ունենք անելու, որպեսզի սրանք նույնպես կարողանանք բացառել։ Պապիկյանի խոսքով հայ-ադրբեջանական սահմանեն Վաշինգտոնյան բանակցություններից հետո միջադեպեր չեն գրանցվել։ Նա նկատել է. խաղաղությունը բանակին զարգանալու, պրոֆեսիոնալ բանակի ավելացման հաշվին ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու հնարավորություն է տալիս։ Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի բռնազավթված տարածքներից պետք է լուծվի սահմանի գծման եւ զատման հանձնաժողովների աշխատանքի միջոցով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Անցյալ շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարում։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՕԻԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի որդին Մխիթար Մարգարյանը։ Դեպքը տեղի ունեցել Արաբկիրում Երիցյանների սուպերմարկետի հետնամասում։ Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանը մահացել է։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով անձը ինքնասպանության փորձ է կատարել, կրակելով ինքն իրեն։
Մայրաթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն, պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Հոկտեմբերի 17-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի մասնակցությամբ։ Ըստ հրապարակումների խոսակցությունը տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը Հայր Աղան Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց, իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու մատուռում։ Ձայնագրության հրապարակումից հետո Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ Գյումրու համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով, որ քաղաքացու կողմից Գյումրու Գարեգին նշտեղ փողոցի 1 կոտորակի նահասցեում կառուցվել է 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, քաղաքացու հետ մտել են կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին կազմել են շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր։ Օրինականացրել այն, դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ գումար։ Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունն ապահովելու համար թիրախավորել են համայնքի ավականու իրենց ոչ ցանկալի անդամներին եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար, դատապարտվել 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Ավելի վաղ նա գրավով ազատ էր արձակվել, օրերս դատարանը վերացրել է գրավը, ընտրել կալանքը։ Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն ասել է, որ այն բողոքարկելու են Վերաքննիչ ատյան։ Դավիթ Հարությունյանը մեղքը չի ընդունում։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գյումրու զանգվածային անկարգությունների գործով 2 ամսով կալանավորվել է Մերձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԳՍ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ ՀՄ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել, կալանքը նախաքննությունը շարունակվում է։ Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրում Պեկի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստան ներմուծված առաքանին, որում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշված անձը Ուկրաինայի քաղաքացի ԱԲ-ն է, որը տվյալ թմրամիջոցներն իրացնելուց հետո կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիա։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք զննման են ենթարկել առաքանին եւ հայտնաբերել 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչություն։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաեւ եղանակային կանխատեսումներին։ Կհանդիպենք։